Մարզահամերգային համալիրում պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովն է կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դպրոցի տնօրեններ, պոակների ղեկավարներ, մարզպետներ, ՔՊԱ-կաններ, միասին շուրջ 7000 հոգի։ Սա նման մասշտաբային առաջին հավաքն է։ Պետական մարմինների ներկայացուցիչների այս համաժողովը առաջինն է Հայաստանի պատմության մեջ։ Համաժողովը ինքը իրենով պետության Հայաստանի Հանրապետության դերի և նշանակության վերարժևորման արտահայտություն է։ Մեր ժողովրդի համար պետության ոչ միայն կարևորությունը, այլև կենսականությունը ընդգծելուն ուղղված միջոցառում։ Համաժողովի բնորոշման հետ համաձայն չեն ընդդիմադիրները, պատգամավոր Արտուր Խաչատրյանը կարծում է, այսպիսի մասշտաբային հավաքներ Ստալինը, Հիտլերն ու մյուս բռնապետերն են արել։ Սա բացահայտ ու բացարձակ միահեծան բռնակալություն է, և դրանով հանդերձ սա խղճուկ ուղերձ պաղատանքեր Ալիևին, օգնիր հաղթեմ ընտրություններում ու կփոխեմ սահմանադրությունն ու ամեն ինչ կկամենաս։ Կարևոր է գաղափարաբանությունը, որով աշխատում են պետական մարմինները, բայց հավաքվածներին նաև վարձատրությունն է հետաքրքրում։ Երբ են բարձրացնելու պետական մարմիններում աշխատողների աշխատավարձերը, վարչապետը ներկայացնում է ըստ էության բոնուսների սիստեմը։ Ամփոփում ենք արդյունքները փոխվարչապետերի և իմ մասնակցությամբ և գնահատում ենք, և այդ գնահատականի հիման վրա նաև որոշակի վարձատրության համակարգի վրա ունենում է ազդեցություն։ Վարչական ռեսուրսի ամենակոպիտ, ամենապլակատային ցուցադրում էր, ակներևաբար, այսպես իշխանության ճյուղերի միջև տարանջատման և հակակշռելիության մեխանիզմների տոտալ ոտնահարում, եթե մի կողմից դա քաղաքացիական պայմանագրի, այսպես ասած, 4-րդ հանրապետության հայտարարության մասին էր և նախընտրական մեկնարկը առերևույթ այդպիսին էր, ապա ինչ գործ ունեն այնտեղ դատական իշխանության ներկայացուցիչները, ընդդիմական բանկը եւ այլն, ամբողջ վարչական ռեսուրսին SMS-ով հրահանգներ գնացել պարտադիր մասնակցության և նաև ակտակներ են եղել պատժելիության մասին։ Ոչ միայն վերջին 500 տարվա լավագույն ժամանակահատվածում ենք ապրում, այլև ամենահեռանկարային առաջիկա 500 տարվա։ Փաշինյանի մտքերն են։ Ըստ նրա, Հայաստանը պետք է անցում կատարի գոյատևման ռեժիմից դեպի դարավոր զարգացման ռազմավարություն։ Փաշինյանի խոսքով անվտանգության և առաջընթացի հիմնասյուներն են արտաքին և ներքին լեգիտիմությունը, միջազգայինորեն ճանաչված սահմաններն ու նոր սահմանադրությունը։ Կարճ ասած, համաժողովի թեմաներն ու մոտեցումները ՔՊ-ի ավելի վաղ հրապարակած 4-րդ հանրապետության կոնցեպտից էին։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր սահմանադրության ընդունման հարագվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ։ Իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։ Սահմանադրության փոփոխությունների մասին վաղուց են խոսում և դա ներքաղաքական կյանքի, այսպես ասած, պատվերը չի, հանրային պատվերը չի, ներքաղաքական պատվեր չի, այլ շատ հստակ Ադրբեջանի կողմից պահանջների, հերթական պահանջների, զիջումների կատարում է, որտեղ ինչպիսին պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը, այդ պատվերը Բաքվից է հնչում։ Հավաքի ինտրիգներից մեկը երգչուհի Իվետա Մուկուչյանի ելույթն էր։ Ավելի ուշ նա գրառմամբ անդրադարձել էր, որ հաճելի է վարչապետի առաջ ելույթ ունենալը։ Եկեք չքաղաքականացնենք, բայց հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ ելույթ ունենալու Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ 7000 քաղաքական գործիչների համար։ Իսկ դահլիճի պատերից դուրս Արարատի մարզպետին թվում էր, թե լրագրողները կինո են նկարում։ Ֆիլմի գլխավոր հերոսի վստահությամբ էլ արձագանքեց լրագրողին, որը հիշեցնում էր նրա նախկին դիրքորոշումը։ Կինո նկարեք, ձեր հարցին կպատասխանեք, ձեր արձագանքը արդեն կողմեք անկլավների փոխանակման տարածքների, թե կարծում եք կողմեմ Հայաստանի իշխանությանը։ Բայց ժամանակին ասում եք չի կարող նման բան լինել Տիգրան Աշենի հիմա ինչ արել մի խոսել։ Իդեպ Փաստինֆոյի տվյալներով միջոցառման համար վճարվել է շուրջ 40 միլիոն դրամ։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։